Մեր նպատակը հենց դա է, որպեսզի ցույց տանք, թե ինչ պատկեր է տեղի ունենում Արցախում, եւ մենք դրա համար հատուկ շեշտադրում ենք անում, որ Արցախում ոչնչացող մշակութային ժառանգությունը եւ ոչ միայն ոչնչացում է հայկական մշակութային ինքնությունը, այլ համամարտկային արժեք է եւ այդ հուշարձանների պահպանությունը, անկախ նրա կառուցման ժամանակաշրջանից, ոչ պարտավորեն ոչ միայն հայ ժողովուրդը, այլ նման պատասխանատվություն ունի նաև առաջնային մանդատ ունեցող կազմակերպությունները եւ նաև մեր նպատակն է, որ այս կերպ երբ որ քայլեր ձեռնարկվի զսպելու մշակութային ցեղասպանությունը Արցախում, ոչ միայն հնարավորություն կունենա նվազեցնելու այն սարսափելի մշակութային վանդալիզմը, որ տեղի է ունենում Արցախում, այլ նաև հնարավոր է նախադեպեր ստեղծել կանխելու կամ նվազագույնի հասցնելու այլ հակամարտությունների գոտիներում տեղի ունեցող համանման ժառանգության ոչնչացումը, քանի որ այս ամենը ամրագրված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կանոնակարգում, այս ամենը ամրագրված է մշակութային ժառանգության պահպանման նվիրված բոլոր միջազգային կոնվենցիաներում, որ ցանկացած մշակութային ժառանգություն, անկախ նրա գտնվելու վայրից, համամարտկային արժեք է։ Եվ մենք այս շեշտադրումն ենք անում եւ մեր նպատակը նաեւ այն է, որ հստակ փաստերի միջոցով ներկայացնել իրական պատկերը ինչ տեղի է ունենում Արցախում, այսինքն որոշակի վիճակագրական տվյալներ ներկայացնել։ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչ օրս, եթե վանդալիզմի բոլոր տեսակի դեպքերը հաշվի առնենք, արձանագրվել է վանդալիզմի 1000 դեպք։ Սա նվազագույն թիվն է, մենք հստակ գիտենք, որ այս թվականակը ավելի մեծ է։